Սիրելի հայրենակիցներ, ես երևի սկսեմ Տիկին Մարիա Կարապետյանին պատասխանելուց, որտեվ հերթական անգամ չհիմնավորված մեղադրանք հնչեց իմ հասցեին, եւ խոսքը վերաբերում է ցեղասպանության հուշահամալիրին։ Ես ոչ միայն իմ խոսքերը կրկնում եմ, այլև պատրաստվում եմ այսօր եւ վաղը անդրադառնալ դրան, որովհետեւ դրանք միանգամայն համապատասխանում են ճշմարտությանը եւ հուշարձանի դիտարկումը այդպես աչքաչափով եւ ոչ պրոֆեսիոնալ մարդու աչքաչափով չի կատարվում։ Այո, իսկ այսօր, թույլ տվեք ավարտեմ, իսկ այսօր քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի 172 անդամ ճարտարապետների հայտարարությունը, որոնք ուղղակի գոչում են դադարեցնել ցեղասպանության հուշահամալիրի վերականգնումը, որովհետև հուշահամալիրին հասցված է մեծագույն վնաս եւ պարզապես հորդորել են դադարեցնել։ Կարծեմ հարցը սպառվեց, անցանք առաջ։ Հիմա ես խոսելու եմ տեսալսողական մեդիայի մասին, ուրեմն այս քննարկվող օրենքի շրջանակներից եւ շատ հետաքրքիր բացահայտումների դուռ բացեց այս նախագծի համահեղինակներից մեկը, կրթության եւ մշակույթի այդ երկար անունով հանձնաժողովի փոխնախագահ Տիկին Թագոյ Ղազարյանը, իդեպ հիշեցնեմ, որ կրթամշակութային հեռարձակող ալիք է փակվում, որքան էլ տարօրինակ է, զարմանալի եւ տխուր այս հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի հեղինակած օրենքով։ Երբ որ ես ոչ միայն իմ, այլև մեր հասարակության անունից արդարացիորեն պահանջում եմ բերել հիմքեր, հիմնավորել, թե ինչ վերլուծություններ, ինչպիսի այդ գնահատականների հիմքում, ինչպիսի վերլուծություններ եւ ուսումնասիրություններ են ընկած, Տիկին Ղազարյանը ասաց, որ ես նպատակահարմար չեմ գտնում բովանդակության մեջ խորանալ, որովհետեւ ունեմ զրուցակիցներ, որոնք շահագրգռված են այդ հարցով։ Ես հասկանում եմ, որ այդ շահագրգռված լսարանը ձեր քաղաքական խմբակն է եւ դուք սպասարկում եք սեփական քաղաքական խմբակի շահերը, բայց ինձանից եւ մեր խմբակցությունից դուրս ժամանակը խմբակցության։ Այո, կա հասարակության մի մեծ զանգված, որը իրավունք ունի պահանջել, թե ինչ հիմնավորվածությամբ է փակվում այս ալիքը։ Բայց Տիկին Ղազարյանը Տիկին գալստան։ 2 րոպե եւս։ Հա, մի վարքան։ Ավելացրել եք ժամանակը։ Համեցեք։ Բայց Տիկին Ղազարյանը շատ անկեղծ է եղել եւ օրերս Պետրոս Ղազարյանի մոտ անթաքույց հայտարարեց, որ առանց սեթևեթելու այդ բառը իրենն էր, որ այս նախագիծը ուղղված է հենց շողակաթի փակմանը։ Սիրելի գործընկերներ, իհարկե ճիշտ պիտի լիներ եւ արդար պիտի լիներ, եթե այստեղ հնչեր նաեւ նախագծի վերաբերյալ հանրային հեռարձակողի խորհրդի կարծիքը, որը հետեւյալն է, մասնավորապես ժամանակ չունեմ ամբողջ ասելու, կարևորել է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր առկայությունը եւ նրա գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է հանրային գերակա շահպետության պոզիտիվ եւ իմպերատիվ ուրեմն նպատակադրում ունենալ կրթամշակութային հաղորդումներ։ Ես նույնիսկ շողակաթի անունը չեմ տալիս։ Իդեպ կարգավորող մարմինը եւս իմ կարծիքով պիտի այս առումով ունենալ իր կարծիքը, թեև ես հանդիպել եմ ոչ պաշտոնական, բայց հեռահերի նախագահի ոչ դրական վերաբերմունք այս հարցին։ Նույնը վերաբերում է մշակույթի նախարարությանը, որովհետեւ պետական ռազմավարության մեջ մշակույթի հասանելիությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն։ Եվ եթե դուք փորձեք ինձ հանրությանը որևէ մեկին այսպես ապացուցել, թե սա չի տեղավորում, այս նախաձեռնությունը չի տեղավորվում հայ առաքելական եկեղեցու դեմ ասպատակության, այս արշավի դեմ, բնականաբար մեր կապարանոց պիտի լինի, բայց իմ կարծիքով սա ոչ միայն եկեղեցուն է ուղղված, այլ մեր ազգային ինքնությանը, որովհետև սա նախագիծ չէ, սա դատավճիռ է, որի հիմքում չկա որևէ փաստարկ, եւ այդ վրեժխնդրության այս սուրը, որ օճելով ընկել եք եկեղեցու հետևից, հասկացեք, որ դա մեր ինքնությունն է։ Դուք վնասում եք մեր ամբողջականությունը, մեր միասնականությունը եւ մեր ինքնությունը։ Եվ բավական է այստեղից Տիկին Կարապետյան, քիչ առաջ էլ Տիկին Ղազարյանը ոչ ճշտված փաստարկները ոնց է կարողանում այստեղ այդպիսի դատողություններ անել։ Ես ձեզ կարդացի 175 ճարտարապետների մոտեցումը անհապաղ դադարեցնել։ Ես գնացել եմ տեսել եմ։ Ավարտեք։ Այ քեզ բան։